Շատ հետաքրքիր է հայրս եւ մայրս իրանք ունեն 3 զավակ, քույրս, Գայանեն, եղբայրս Ռուբենը եւ ես։ Ինչու ես սկսեցի նկարել։ Այդ շնորհը, որ ի վերուս տրվում է, չծնված է տրվում։ Մայիս Մխիթարյանի արվեստանոցում հասկանում ես, որ նկարիչը ոչ թե պարզապես պատկերներ է ստեղծում, այլ փորձում է բացատրել իր գոյության պատճառը։ Այստեղ ամեն ինչ, սկսած վրձնի հպումից մինչև նկարչի հագուստը, ունի իր պատմությունը։ Երբ որ ես հասկացա, որ Աստված ամենուր է, բայց դա ինքը չի։ Ամենուրը հավատացնում եմ, դա զգացել եմ եւ տեսել եմ եւ ինձ մոտ դա շոշափելի է։ Աստված այս վրձնի մեջ է կա։ Ինքը ամենուր է։ Նկարչի կերպարն առաջին հայացքից կարող է անսովոր լինել շատերի համար, բայց սա ոչ թե բեմականացում է, այլ սեփական եսի փնտրտուք։ Մայիսը կրում է դիմակ, սակայն միայն իր մեջքին, նույնիսկ պիես է գրել դիմակի մասին, արտահայտելով իրականությունը անդադար ստող դիմակների միջև։ Նրա համար մարդ լինելը նշանակում է ապրել բաց դեմքով։ Այս շորը մի օր ինձ հարցրեց, ասեց, ես ով եմ։ Նայեցի, ասեմ, օ, դու ես Մայիսը։ Ասում եմ, եթե ես Մայիսն եմ, խնդրում եմ ինձ Մայիս սարքիր։ Ու դա ծնվեց ինքը։ Հետևում դիմակ ունեմ, որը արջևում չի, քանի որ երբ որ ես ապրում եմ, ես ձգտում եմ առանց դիմակ ապրելու։ Հետո վերջերս մի պիես գրեցի, որ դիմակը հրաժարվում է դիմակ լինելուց։ Լացում է, ոռնում է։ Ասում է, դուք դնում եք ինձ ձեր դեմքերին, գնում եք ինչ-որ մեկի մոտ, ասում է, որը ձեզ սիրվում է եւ սիրահարվում է եւ համբերում է ձեզ չի համբերում, ինձ է համբերում։ Դուք ստում եք։ Ասում է այն մարդուն, որը դիմակ է կրում։ Ասում է, դա իմ համբերումն է, քո համբերումը չի։ Դու կեղծ ես։ Քանի որ ասում է, ես ուրիշ եմ։ Դուք կրում եք ձեր դեմքին ինձ ու կեղծում եք։ Մայիսը խոսում է մարդու էության մասին պարզությամբ։ Նա վստահ է, մարդը գազանից տարբերվում է միայն մեկ բանով. նա արարող է։ Միայն մարդն է, որ կարող է գեղեցիկը վերարտադրել ու դարձնել հոգևոր արժեք։ Եվ հասկանում եք, մենք հոգևոր հայր ունենք վերջապես, որը ի վերուս ստեղծագործել է, մենք էլ պետք է ստեղծագործենք, ոչ թե սպանենք, ոչ թե ոչնչացնենք, վիրավորենք, ցավ պատճառենք, այլ հակառակը։ Մենք դրա մեջ չենք ծնվել։ Մենք ծնվել ենք, որ սիրենք, հիանանք, միմյանցով հիանանք, գնահատենք, որ տեսնում ենք, որ մեկը ինձ համար սուրճ է պատրաստում։ Պատկերացնում եք, ինձ համար սուրճ է պատրաստում։ Ինձ համար զավակ է ծննդաբերում։ Ինձ ասում եմ, բայց ես քեզ սիրում եմ։ Այս սիրո ու գնահատանքի մեջ կա մի հետաքրքիր պարադոքս։ Նկարիչը, որի կտավներում կանայք կենտրոնական տեղ ունեն, երբեք չի նկարել իր կյանքի ամենակարևոր մարդուն։ Դուք ոչ նկարել եք։ Միակինն է, որին չեմ նկարել։ Ինչի՞։ Շատ եմ սիրում։ Գիտեք, մի գերեզկուի, որը ճանապարհը անցնում եւ թվացial կյանքը խաղ է, բայց խաղ չի կյանքը։ Կյանքը դա շատ լուրջ եւ գեղեցիկ է, քանի որ մարտարածը միջավայր չի ծնվում։ Ինքը սիրո պտուղ է։ Ինքը ծնվել է, որ ապրի եւ ապրեսնի։ Երանի այն մարդուն, որը կարողանում է հարաբերական է շատ, ինչ որ մեկին երջանիկ սարքի, կամ դարձնի, կամ երջանկություն ավելացնի, չպակասացնի։ Ընդամենը մեկ համբույր։ Այս արվեստանոցում մնում է մեկը, ով հավատում է, որ մարդն արարածն իմիջիայլոց չի ծնվում։ Նա սիրո պտուղ է եւ ունի մեկ առաքելություն՝ ապրել եւ ապրեցնել, երջանկությունն ավելացնել, այլ ոչ թե պակասեցնել։ Մայիս Մխիթարյանի համար սա է ամենակարևորը՝ լինել պատասխանատու այն շնորհի համար, որը ստացել ես դեռ չծնված։